Բարեկալուց Civilnet տաղավարում հյուրընկալել եմ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Մարդուրանքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թաթոյան, դուք վերջերս հայտարարեցիք, որ մտնում եք քաղաքականություն, բայց երկար ժամանակ ձեզնից կարծես կար այդ ակնկալիքը, բայց դուք վերջնական ձևակերպում չէիք տալիս այդ ակնկալիքին կամ ձեր մոտեցումներին։ Որն էր պատճառը, որ այսքան երկար սպասեցիք եւ հետո հայտարարեցիք քաղաքականություն մտնելու մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք տվել ենք հստակ ձևակերպում։ Այդ ձևակերպումը ունի կոնկրետ նպատակներ։ Ինչ վերաբերում է թե ինչու այսքան ժամանակ այս քայլը չէր ձեռնարկվում, այսպես ասեմ, սա շատ լեգիտիմ հարց է եւ այս օրերին շատ է այդ հարցը տրվում եւ ես ակնկալում եի դա բնական է, այո, եւ ինչպես դուք եք ասում, կար ձևավորված հասարակությունում մեծ ակնկալիք դրա հետ կապված։ Գիտեք, այստեղ նախ ուզում եմ ասել, որ եւ իմ տեսահուղերձում էլ կար, որ իմ մասնագիտական կյանքը առհասարակ կապված է եղել մարդկանց պաշտպանության հետ, մարդկանց խնդիրները լուծելու հետ, իրավապաշտպան աշխատանքի հետ։ Եվ միշտ իմ աշխատանքում ես այնպես է ստացվել, որ գործել եմ կոնկրետ խնդիրներ վերհանելու բնագավառում։ Դրանց պետք է լուծումներ տալ, երբ խնդիրները վեր ես հանում։ Այդ աշխատանքը ինչ սովորեցրել է լինել սթափ, հասկանալ թե ինչպես այս կամ այն խնդրի լուծումը գտնել, որևէ մեկի վրա չգցել մեղքը, փորձել հասկանալ ինչպես դու կարող ես իրավիճակում կողմնորոշվել եւ այդ խնդիրները առհասարակ ես դրանց մասին տեղեկացել եմ ոչ թե դասագրքերից, ոչ թե ուրիշների պատմելուց, այլ տարեկան տասնյակ հազարավոր, դրանից էլ ավել մարդկանց հետ շփվելով, խնդիրներին ծանոթանալով եւ ակնհայտ էր ինձ համար, որ դրանք չէին գործում նաև նախկին համակարգերի խնդիրների պատճառով, նաև համակարգային խնդիրների պատճառով։ Եվ այդ աշխատանքը նաև ինձ սովորեցրել է, որ պետք է աշխատել հստակ արդյունքներ ապահովելու համար։ Եվ ես աշխատել եմ միշտ այնտեղ, արել եմ այն, որը ապահովել է արդյունավետություն, եւ ես համարել եմ, որ դա արդյունավետ է այդ պահին։ Այնպես է ստացվել, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը, քայքայված քաղաքական համակարգը, լուրջ խնդիրները օրենսդրության հետ, ազգային ինքնության պահպանության հետ եւ այլն, բերել են նրան, որ այլևս միայն այդ աշխատանքը արդյունք չի տալիս։ Եվ հիմա պատկերացրեք, մենք մարդկանց հետ շփվելով, խնդիրները վերհանելով ներկայացնում ենք, մեկ օրինակ բերեմ, միջազգային դատարաններում դատական մարմիններին հայցեր, պահանջներ, խնդիրներ, մեկ էլ կառավարությունը գալիս է ասում է, ես այդ ամբողջը հետ եմ վերցնելու։ Եվ այդ ժամանակ սա օրինակներից մեկն է, որ ցույց է տալիս, որ պատճառները, խորքային պատճառները քաղաքական են։ Այսինքն մենք դու ինչքան ուզում ես աշխատի այս բնագավառում, դա արդյունք չի տալու։ Եվ այստեղ մի ուզում եմ կարևոր բան ասել, որ ինչու ես իմ ուղերձում հստակ նշեցի, որ մենք պետք է առաջնորդվենք այն համոզումով, որ պետք չէ հուսահատվել, ուղղել հնարավոր է, փոխել հնարավոր է, դա նաև գալիս է իմ աշխատանքից, եւ մենք պետք է ուղենք փոխենք։ Շատ լավ։ Պարոն Թաթոյան, այնուամենայնիվ այն խնդիրները, որոնց մասին դուք նշեցիք, դրանք կան մոտավորապես 2-3 տարի, եթե ամենակիչ այսպես ժամկետը փորձեմ նշել, հա, բայց այնուամենայնիվ դրանց հղում անելով դուք հիմա եք հայտարարում քաղաքականություն մտնելու մասին։ Դա տակտիկական քայլ է, որ դիմաց ընտրություններ են, ակնկալիքները բարձրացել են եւ դրանց պետք է պատասխանել, ընդհանրապես ընդդիմության նկատմամբ ակնկալիքներն են բարձրացել, թե ինչ որ իրավիճակ ստեղծվեց կամ ինչ որ մարդկանց հետ խորհրդակցեցիք եւ այդ կանաչ լույսը ստացաք կամ դուք ձեզ համար վառեցիք այդ կանաչ լույսը։ Նախ 2-3 տարի չէ։ Մեր երկրում խնդիրները ցավոք համակարգային են եւ խորքային արմատներ ունեն։ Մենք տարբեր ժամանակահատվածներում, որոնք ընդունում ենք որպես իրողություններ, ունեցել ենք խնդիրներ, դրանք խնդիրները, որոնք նշեցիք, ի նկատի ունեմ 2-3 տարի է։ Հայցերը հետ վերցնել եւ այլ դրանց մասին։ Բայց միայն հայցերը չեն։ Ես այլ բաներ էլ նշեցի։ Օրինակ, կոռուպցիոն համակարգերը, օլիգարխիկ համակարգի ավելի ձևափոխվածները, բայց ըստ էության, որ համակարգը նույնն է մնացել, կլանային կամ խնամի բիզնեսը էլի քաղաքականության մեջ է, այսպես ասած։ Բիզնեսը նորից էլի վերահսկողություն է իրականացնում քաղաքականության նկատմամբ, այո, հիմա ավելի լատենտ ձևով, թաքնված ձևով, փոխակերպված ձևով, բայց այդ երևույթը շարունակվում է, կամ կլանային համակարգը կառավարման, այսինքն խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը, ոչ թե պրոֆեսիոնալիզմը, ոչ թե արդարությունը։
Եվ դրա համար եմ ասում, որ սա մի քանի տարի չէ։ Ես այս խնդիրներին ծանոթ եմ անձնապես տարիների, հիմա ամեն մեկի մասին որ խոսում եմ, սրանք հենց այնպես հայտարարություններ չեն։ Ես դրանց մեջով անցել եմ, տեսել եմ անձամբ, տեսել եմ անձամբ։ Մենք էլ ենք ականատես եղել դրան։ Ոչ թե նախորդ 5 տարիները միայն, 6 տարիները։ Այն ժամանակահատվածից սկսած, երբ ես սկսել եմ իմ մասնագիտական աշխատանքը, ես մշտապես եղել եմ այդ խնդիրների մեջ եւ տեսել եմ էվոլյուցիան բացասական իմաստով ինչպես է գնում։ Հիմա ինչպես եկանք այս որոշման։ Իհարկե որևէ մեկը կանաչ լույս չի վառել ինձ համար, բայց այն որ եղել են մարդկանց հետ եւ եկել են բայց այն որ եղել են խորհրդակցություններ, իհարկե ես իմ ելույթում էլ նշեցի, որ խորհրդակցելով մեր ընկերների հետ, գործընկերների հետ, մարդկանց հետ, մասնագետների հետ, լրագրողների հետ եկել ենք այն համոզման, որ այսպես այս կերպ շարունակել հնարավոր չէ։ Ինչու՞, որովհետև օրինակ, ընդհանրապես մեկ օրինակ, բոլորը կենտրոնացած են նրա վրա, թե ով պետք է լուծի հարցերը։ Մենք ասում ենք, պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես լուծել հարցերը։ Այսօրվա ղեկավարը եկել է իշխանության մեծ խոստումներով, որ պետք է քանդի նախորդ համակարգը, որ պետք է իրականացնի մեծագույն բարեփոխումներ, կլանային համակարգը վերացնի եւ աշխատում է մուրճով։ Հիմա տեսեք, ուզում եմ այստեղ հստակ մեր տարբերությունները ցույց տալ։ Մենք ասում ենք, որ չի կարող եւ արդյունքը մենք տեսնում ենք, մարտով չունի ընդհանրապես կառավարման փորձ, բնակավարի քաղաքական թիմը գրեթե ոչ մեկ չունի քաղաքական փորձ, ներողություն, պետական կառավարման փորձ։ Շատերի առաջին աշխատանքը եղել է մի անգամից փաստացիական պաշտոններում հայտնվելը։ Առաջին աշխատանքը նկատի ունեմ պետության կառավարման հետ կապված աշխատանքը։ Սա է հանգեցրել հենց այդ խնդիրներին պատճառներից մեկը։ Մյուսը այսօրվա ղեկավարը Փաշինյանը շարժվում է հակադրությունների ատելության ցասումի միջոցով մարդկանց մոբիլիզացնելու ճանապարհով։ Մենք աշխատելու ենք հույսի ու հավատի միջոցով մարդկանց մոբիլիզացնելու ճանապարհով։ Դրական օրակարգ նա աշխատում է ընդդեմի միջոցով։ Նրա հեղափոխությունը ընդդեմ էր։ Այո, ընդդեմ էր նաև, որտեղ այդ ժամանակ հասունացել էին մեծագույն խնդիրներ, կոռուպցիայի հետ կապված հարցեր, անարդարություն, խնամիծանոթ բարեկամ, կլանային համակարգ, օլիգարխիկ համակարգ, նաև այդ խնդիրների արդյունքում չէր ակնհայտ էր, որ ժողովուրդը նաև մեր ժողովուրդը արդարացիորեն ուներ ցասում, զայրույթ, եւ դրա համար նա այդ ժամանակ օգտագործվեց դա եւ հետո արդեն դարձավ գործելակերպ միայն ընդդեմի գործելով, միայն ատելության միջոցով։ Մենք ասում ենք, մենք չենք մեղադրում որևէ մեկի մեղավորներ փնտրելու փոխարեն, մենք կենտրոնանում ենք լուծումների վրա, եւ սա նաեւ շատ կարեւոր է, որ ասում ենք փոխել հնարավոր է, ուղղել հնարավոր է, եւ եւս մի կարեւոր հանգամանք։ Տեսեք այսօր ինչ է ստացվել։ Այսօր ստացվել է, եթե դու ուզում ես քաղաքական համակարգում հաջողես կամ ինչ որ հաջողությունների հասնես, դու պետք է բարիկադավորվես ու ինչ որ մեկին ատես։ Պետք է ատես առաջին նախագահի համակարգը կամ այդ ժամանակահատվածը կամ նրա հետ կապված հարցեր։ Պետք է ատես երկրորդ նախագահի օրոք կամ այդ ժամանակահատվածը։ Պետք է ատես երրորդ նախագահի ժամանակահատվածը, պետք է ատես այս ժամանակահատվածը։ Մենք ասում ենք, մենք այդպես չենք անելու եւ կենտրոնանում ենք լուծումների վրա։ Մենք ասում ենք նաեւ, որ մենք աշխատում ենք հանունի։ Գիտեք, միջազգային պրակտիկայում շատ հետաքրքիր կոնցեպցիա կա, կոչվում է բաց ձեռքի բաց ափի կոնցեպցիա։ Սա նշանակում է ագրեսիայի բացակայություն, սա նշանակում է երկխոսություն, հակադրությունների բացակայություն։ Իսկ նաև մեկ ուզում եմ կարևոր բան, մուրճի հեղափոխության ժամանակ էլի բաց ձեռքերով։ Դա բաց ձեռք չէ, ներողություն, դա բաց ափի կոնցեպցիան մի փոքր այլ է, բայց հիմա եկեք տեսնենք մուրճի գաղափարը, չէ՞։ Ես 2021 թվականի ընտրություններում խիստ քննադատության եմ ենթարկել այս մուրճի ցուցադրությունը, որովհետև դա նշանակում է բռնություն, դա մարմնավորում է հակադրություն, վախ է սերմանում հասարակությունում, դա կարգ ու կանոնի հետ ոչ մի առնչություն չունի։ Դրա համար ես արդեն ասացի անգամ, որ անպատժելիությունը մենք խթանելու ենք իրավահպատակ, այսինքն վերացնելու ենք, ներողություն, վերացնելու ենք իրավահպատակ վարքագծի միջոցով։ Եվ մուրճի գաղափարը արդեն հակադրություն է, չէ՞, դու մուրճով հակադրում ես հասարակության մի հատվածին մյուսին եւ գեներացնում է ագրեսիա։ Ագրեսիայի գեներացումը անթույլատրելի է։ Գիտեք, ասացի արդեն, չէ՞ որ ամեն մեկը դու եթե ուզում ես հաջողես քաղաքական համակարգում, այնպես ստացվում է, պետք է ինչ-որ մեկին ատես։ Իսկ շատ ներողություն, հնարավոր չի չատել իրար, եկեք չատենք իրար, երկիրը զարգացնենք։ Ինչու ենք ատելությամբ զլեցված։ Իսկ մենք կարող ենք
Եվ մեր թիմում այնպիսի մարդիկ եւ ես ինքս վեր ենք կանգնացնելու անձերի վեճից եւ վեր ենք կանգնացնելու այդ գաղափարախոսությունից։ Մենք ասում ենք, պետք է առաջնորդվել առաջ գնալ ներողություն մի բան էլ կառավարման համակարգի հետ կապված։ Այսօր Փաշինյանը նաեւ այդ խնդիրները Փաշինյանն ինչ է անում, կենտրոնացրել է ամբողջը իր անձի ձեռքում։ Դա ոչ միայն շատ ներողություն, այդպես չէ, դա նաեւ մտածողությունից է գալիս։ Այսօր Հայաստանում հաստատված է անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Դա հաստատված է եղել բոլոր ժամանակաշրջաններում։ Մենք միշտ ունեցել ենք անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Այսօր շատ ավելի ուժեղացել է դա, ինչու։ Դա դրսևորվում է մարդու մտածողությունը, դու տեսնում ես այն ժամանակ, երբ օրինակ ինքը ընդունում է, որ կարճ SMS հաղորդագրություններով աշխատանքից ազատվելու պահանջներ են ներկայացնում ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնք իրենց անկախ են։ Անկամ երբ իր ենթակայության տակ են աշխատում, դա չի կարելի այդպես աշխատել եւ նա բոլորին դիտում է որպես իր աշխատողներ։ Ցավոք սրտի, այդ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք կամ շատերը անգամ իրենց դիրքավորում են որպես նրա աշխատողներ։ Դրանից բացի դեռ 2020 սա մտածողության հարց է, բայց տեսեք այս մտածողությունը ոչ միայն այս հայտարարություններով է երևում, այլ նաև այս մտածողությունը երևում է նրա գործողություններով կոնկրետ, որոնք անուղղակի վկայում են դրա մասին։ Տեսեք ինչ արեցին։ 2021 թվականի ընտրությունից հետո իրավապահ համակարգը առանձին կառույցներ ամբողջությամբ կենտրոնացրեցին վարչապետի անմիջական ենթակայության ներքո։ Ուժային կառույցները, ՊՊՑ ծառայությունը եւ այլն։ Դրանք վարչապետի ենթակայությամբ դարձան գործող, այսինքն ել ավելի ամրապնդվեց անձնիշխանության համար երաշխիքները։ Իսկ մենք ասում ենք, որ ես կարևոր եմ համարում հստակ արձանագրել, որ իրականում ես գնալու եմ ինստիտուտներ զարգացնելու ճանապարհով, որ անձնիշխանությունը մեր երկրում տեղ չունենա, որտեղ մեր երկրի բոլոր խնդիրների պատճառը նաև այս խորքային պատճառները նաև դրանից են գալիս, որ չի կարելի նման բան թույլ տալ։ Իսկ գիտեք ինչ, այո, համանդությունը խնդիրներ ունի։ Պետք է լիազորությունների համակարգը հստակ տարանջատել, հավասարակշռել, բայց շատ ներողություն, եթե մարդը հակված է իր էությամբ այնպեսին է, որ անձնիշխանությունը տենչում, դու ինչքան էլ ուզում ես արա, ամենալավ համանդության պայմաններում ինքը ամեն ինչ անել է, որ անձնիշխանություն լինի։ Ու շատ ներողություն, ինքը որքան էլ գնա այդ մարդը հայտարարի, որ ես անձնիշխանություն չէ, ժողովրդավարություն է, այդ արդեն առնվազն ծիծաղելի է դառնում։ Շատ լավ, դրան դեռ կգանք, բայց համանդրության մասով ես այս թեման ընդհանրապես ամենավերջում էի ցանկանում բարձրացնել, բայց քանի որ դուք խոսեցիք 18-ի մասին, համանդրության մասին եւ այլն, չեմ կարող հիմա չտալ այս հարցը, որովհետեւ հետո կոնտեքստից կտրված չլինի։ Այդ դեպքում ինչ եք կարծում 2015 թվականին թվաց համանդրության մասին, ինչ գնահատական կարող եք տալ եւ արդյոք դա է հանդիսանում նաեւ այսօրվա կառավարման համակարգի հարատներից մեկը։ Այն, որ գործող սահմանադրությունն ունի խնդիրներ, դա ակնհայտ է։ Այն, որ սահմանադրությունը նպաստել է, լուծումներ կան, որոնք նպաստել են այս համակարգի ստեղծմանը, դա էլ ակնհայտ է։ Բայց այստեղ նաև մտածողության խնդիր է, գիտեք, սա շատ կարևոր է։ Տեսեք, ինչու ես նշեցի մի անգամից, որ պետք է կենտրոնալ խնդիրների վրա լուծել դրանք։ Սա պրոֆեսիոնալի մոտեցում է։ Պրոֆեսիոնալ, այսինքն ինձ իմ կյանքը ամբողջ սովորեցրել է, որ դու պետք է գործ ունենաս մասնագետների հետ։ Մարդիկ, ովքեր գիտեն ինչ են անում։ Փականագործ է։ Դու մեր տանը երբ որ մի բան չանում է, չէ՞ պետք է։ Մենք կանչում ենք փականագործի, չէ՞։ Մենք չենք կանչում մեր հարևանի, որ ամեն օր բանից պատշգամբից ճառեր է ասում։ Մենք կանչում ենք իր գործը լուրումունջ, սուսուփուս անող, բայց որակով անող փականագործի։ Մենք ունենք իրավական խնդիր, մենք հրավիրում ենք իրավաբանի։ Մենք ունենք հաշվապահական խնդիր, մենք հրավիրում ենք հաշվապահի։ Այսօր այնպես է ստացվել, որ պետական կառավարման քաղաքական համակարգը ողողված է մարդկանցով, ովքեր ընդհանրապես այդ գործի հետ երբեք առնչություն չեն ունեցել։ Հիմա, եթե քո գործը կախված է մի մարդուց, դու գիտես, որ մի մարդուց է կախված, դու դիրքավորում ես քեզ որպես նրա աշխատող, նա էլ քեզ վերաբերում է որպես նրա աշխատող, դու գիտես, որ կախված ես նրանից, որովհետև եթե հանկարծ խնդիր առաջացավ, դու չգիտես ինչով ես զբաղվելու, որովհետև դա սա քո միակ զբաղմունքն է, եւ դու ստիպված ընկնում ես դառնում ես դրա գերին, ամեն ինչ անում ես, որպեսզի դու մնաս այդ պաշտոնը իշխանությունը պահպանես, եւ դու բնականաբար այդ դեպքում մարդը սխալներ է անում, չէ՞, անում է սխալներ, փորձում է կոծկել սխալները, սխալը սուտը ստի վրա է ավելանում, կեղծիկի վրա է ավելանում եւ ստացվում է ինչ ունենք արդյունքում, ընդհանրապես աշխատանքը բանիմաց մարդկանց հետ այլևս առնչություն չունեցող համակարգ։ Սա էլ արդեն գալիս է այդ համարտությամբ ձեր ասած, եթե մարդը լինի ազգային ժողովի պատգամավոր, լինի որևէ անկախ մարմնի անդամ,
Եթե ինքը գիտի, որ կամ առաջնորդվում է նրանով, որ կառավարության ղեկավարը ինչ ասի ես անելու եմ, այլ ոչ թե ինստիտուցիոնալ մոտեցում է, դու ինչ ուզում ես արա, այդպես էլ մնալու է համակարգը։ Եվս մեկ օրինակ բերեմ։ Դուք լսել եք որևէ անգամ խորհրդարանը իրականացնի իրական վերահսկողություն կառավարության նկատմամբ։ Չկա, չէ՞։ Բոլորը այսպես ամենաբարձր տեսակի գովեստներ են, որ ինչու, որովհետև քաղաքական համակարգը դա չկա ոչ միայն իշխանության ֆրակցիայի կողմից, չկա նաև ընդդիմության ֆրակցիայի կողմից։ Այո, որովհետև համակարգը շատ ճիշտ եք ասում, որովհետև համակարգը այնպիսին է, որի հնարավորություն ունեն իրենք։ Իհարկե, քաղաքական համակարգը այնպիսին է։ Նախ հնարավորությունից հիմա կասեմ, ես ինքս իմ վրա զգացել եմ աշխատանքում, թե ինչ է նշանակում ուզուրպացված քաղաքական համակարգ։ Հիմա բայց այսպիսի քաղաքական համակարգ այսօր այնպիսին է, որ նախորդը աշխատում է ցույց տալու համար, որ ինքը ավելի լավն էր, քան այսօրվանները, այսօրվանը աշխատում է ցույց տալու համար, որ ինքը ավելի լավ է, քան նախորդը, նախորդը ուզում է այնպես անի, որ երևա, որ ինքը ավելի լավն է, եւ ինչ է ստացվում, անverջ հակադրություններ, եւ տեսեք այսօր հակադրությունները այն վիճակի են հասել, որ պետական գաղտնիք մեր պետական շահերին կոպիտ հակասող հայտարարություններ են արվում, չէ՞։ Նույն զինվորները ինչու են գնացել Հայաստանից դուրս ծառայում։ Դա ինչ հայտարարություն է։ Ակնհայտ է, որ դա է Հայաստանի պետական շահերին ագրեսիայի հիմքեր ստեղծող, Հայաստանի պետական շահերին հակասող հայտարարություն է։ Բայց դա ինչու է արել։ Դա համակարգն է, որ այս կռիվը այնքան է թեժացել, ցույց տալու համար, որ ես ճիշտ եմ, պրովոկացնելու համար, որ կանչեն իրար քննարկումների, վեճեր լուծեն եւ այլն։ Տեսեք, ամբողջը հակադրությունների իրար հակադրվելու հիմա վրա։ Հիմա ինչ վերաբերում է այդ քաղաքական համակարգի այսօրվա վիճակին։ Տեսեք, ես նախկինում այսպիսի մի նախաձեռնություն կար, որ ֆինանսական մեր աղբյուրների հետ կապված զրկելու եւ այլն։ Ակնհայտ էր, ես հստակ այդ ժամանակ արդեն հասկանում եմ, որ եթե քաղաքական որոշում կայացվեց, այսօրվա համակարգը այնպիսին է, որ ազգային ժողովի որևէ падգամավոր իշխանական համակարգից քո օգտին չի քվեարկելու, հարցի լուծելու, ինստիտուտը չի աշխատելու եւ խոսքը վերաբերում է դեռ 7-րդ գումարման ազգային ժողովին։ Եվ ընդդիմությունը որքան էլ գա ասի, ես քո կողմն եմ, կամ քո կողմը չեմ, չգիտեմ, ուրիշ կարծիք ունեմ, ինչքան էլ երկու ձեռքով է քվեարկել, չի լուծվելու։ Այսօր ինչ համակարգ է ստեղծված, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, որը նշանակվում է ազգային ժողովի կողմից, գիտի չէ, որ իրեն առաջադրողը միայն իշխանական կառավարող խմբակցությունն է, ԿՊՆ, իրեն գործից հանողը միայն ԿՊՆ է, իր համար խնդիրն է ստեղծող միայն ԿՊՆ է։ Պարզ է, որ դիրքավորումն էլ այնպիսին է, որ դուք եք միայն իմ ղեկավարները։ Միշտ է այդպես եղել եւ լինելու է, կարծում եմ, այդպես, ով ունի մեծամասնություն, չէ, լավ, պատկերացնենք մի բան, վաղը միասնության թևեր քաղաքական ուժը ունենում է մեծամասնություն ազգային ժողովում։ Ինքը չի նշանակելու, ինքը չի ազատելու, ինչ է անելու։ Քանի որ դեմ են դուրս գալու պարոն Թաթոյանի կարծիքին, ասելու են, չէ, մենք կարծում ենք, որ այդպես չի, պարոն Թաթոյանը որպես վարչապետ սխալ է կարծում, մենք գնում ենք նրա դեմ։ Ինստիտուցիոնալ կռիվ է լինելու։ Բայց ինչ նրա դեմ։ Այո, իմ կարծիքին պետք է պատահ ժողովրդավարության համակարգն է, չէ։ Այո, պետք է նաև կարծիքին հակադրվող կարծիք լինի։ Օրինակ, կլինի, գուցե կուսակցության ներսում լինի, բայց լիագումար նիստում դժվար է։ Ազգային ժողով ինչու՞։ Ազգային ժողովը դրա համար է հենց։ Ազգային ժողովը ինչու են դեբատներ, ինչու են տարբեր ֆրակցիաների համար ասուլիսներ կան, քննարկումներ կան, բայց դա ինչու է այդպես։ Դրա համար է, որ մարդիկ տեսնեն ինչ է տեղի ունենում։ Այսօր շատ հարցեր լուծվում են փակ ինչ որ դռների հետևում, չէ՞։ Մարդիկ անընդհատ այդ հարցը տալիս են։ Դրա համար է նաև որ ամեն ինչ որոշված է, դե մեկը սա է լինելու, ոչինչ չի փոխվելու։ Ոչ, մենք ասում ենք այդպես չի, այնպես չի, մենք ջարդում ենք այդ բանաձևը, որ ամեն ինչ կորած է։ Ամեն ինչ ոչինչ էլ կորած չի։ Այո, մենք խնդիրներ ունենք, սխալներ ենք թույլ տվել, այո, մենք այդ սխալներին տեր պետք է լինենք։ Մենք այդ սխալներ ուղենք ու անցնենք առաջ։ Սահմանադրությունը փոխելու եք։ Ակնհայտ է, որ Հայաստանի սահմանադրությունից բխող կան խնդիրներ։ Ինստիտուցիոնալ առումով, հիմա դուք մի քանի հատ որ տվեցիք, նաև սահմանադրության պատճառով է, ինչու։ Օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է լինեն որոշակի, որոնք պարտադիր պետք է ստանան նաև փոքրամասնության կամ ընդդիմության, այսպես ասած, ձայները։ Չի կարող լինել պաշտոնյա, որը կնշանակվի բացառապես իշխանության ձայներով, խոսքը անկախ մարմինների մասին է եւ ոչ անկախ նաեւ, այսինքն որովհետեւ դե ազգային ժողովը նշանակում է դատավորներ, չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Եկեք վերցնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Օրինակ, մեկ օրինակով գնանք։ Այդ մարդը կուսակցության անդամ է եղել, չէ՞։ Կամ դատավորներ վերցնենք, չգիտեմ, ցանկացած, որպեսի չկենտրոնանանք մեկի վրա։ Սա համակարգային խնդրեմ է։ Եվ ակնհայտ է, որ նման երևույթ չպետք է լինի։ Երկրորդը Հանրապետության նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն։ Հանրապետության նախագահը պետք է կարողանա որոշակիորեն հակակշռել
իշխող խմբակցությանը, որովհետև իշխող խմբակցությունը մանդատ պետք է ունենա, թե չէ։ Այ առաջնային մանդատը քննարկենք, օրինակ ինչպես Վրաստանում է, չէ՞։ Պետք է նայենք, ընթացքում ենք, այս ընթացքում քննարկումներ կնախաձեռնենք, մի հատ հասկանանք մեր մասնագետները ինչ են ասում։ Բայց այն, որ նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն, եւ ինչու նաեւ նախագահի ինստիտուտը չի աշխատում, այսօր նախագահի մասին ով է հիշում։ Ոչ մեկ։ Կարծեք թե մենք ընդհանրապես վարչապետական հանրապետություն է։ Վերջ։ Հանրապետության նախագահ գոյություն չունի, չէ՞։ Միայն արտասահմանյան այցեր են, ինչ որ մի հատ սիրուն գնահատականներ եւ ԿՊ իշխանության գծի մաքուր քարոզչություն։ Իսկ ինչից է սա գալիս։ Այդ մարդը պարտական է անձից վերանանք։ Ես ոչ անձերի մեջ եմ, ոչ վիրավորում եմ։ Այդ մարդ շատ լավ, բայց միայն սահմանադրությունը չէ, նաև այնպիսի մարդկանց կառավարման ղեկին լինելն է, որոնք գիտակցում են ոչ թե իրենց պաշտոնի արժեքը, այլ պետականության արժեքը, ժողովրդավարության։ Ներեցեք մի ավարտեմ։ Հիշեցնեք ինձ 2015 թվականին, երբ ընդունվում էր այս սահմանադրությունը, դուք ինչ դիրքորոշում ունեիք։ Ներեցեք հիմա գամ հիմա դրան ամեջապես։ Հանրապետության նախագահի մասով Հանրապետության նախագահը այսօր այնպես է ստացվել, որ իրականացնում է ԿՊ քարոզչությունը, չէ՞։ Բոլորս տենում ենք սա այցերի ժամանակ, ակնհայտ է, դու ինչ ուզում ես ասա, որ այդպես չի։ Այն գծի մեջ է ինչ կառավարող ուժը, པարզ է։ Քարոզչությունը, չէ, ոչ միայն գծի մեջ է, այլ իրականացնում է մաքուր դրա քարոզչությունը։ Նախագահը դրա իրավունքը չպետք է ունենա եւ չունի։ Նախագահ չի կարող նել որևէ կուսակցություն արբիտր պետք է լինի։ Այո, ընդ որ բա ինչու է նախագահ հանրապետության, չէ՞, օրենքներ է ստորագրում, դյում է սահմանադրական դատարան, նախ պիտի լիազորություններ ավելացվեն կոնկրետ պաշտոնյաների հետ կապված, բայց նաեւ նրան պետք է ուժեղացվի նրա անկախության դերը։ Այսօր հանրապետության նախագահը նախկին քաղաքական թիմի եւ հիմա էլ քաղաքական թիմի, այսինքն այսպես հայտարարություն է արվում, որ քաղաքական թիմի նույն իբր ենթադրվում է մեծ չէ, բայց ակնհայտ է քաղաքական թիմի անդամ։ Այդպես չպետք է լինի։ Այս մենք գնալու ենք ինստիտուտները աշխատացնելու, հավասարակշռելու, հակակշռելու միջոցով։ Այդ կոնցեպցիան կոչվում է սահմանադրական հանրապետություն։ Մեր հանրապետությունը չունի համարներ։ Առաջին հանրապետություն, երկրորդ, երրորդ, հանրապետությունը չունի համարներ։ Սա պետական կառավարման համակարգ է։ Այս պետությունը պետք է զարգանա, ուժեղանա եւ դրա համար պետք է պետական համակարգ։ Հիմա մենք դրա համար ասում ենք, որ գնում ենք այս ճանապարհով եւ չենք գնում համարներ ավելացնելու, այն էլ կուսակցական ժողովի ժամանակ, որ մի հատ էլ ամրապնդվի այդ դա ու հիմա էլ չգիտես, արդեն 5-րդ հանրապետությունում են, 6-րդում են, 7-ում են։ Շատ լավ, 2015 թվականին ինչպես եք վերաբերվում 2015 թվականին ես մասնագիտական աշխատանք եմ կատարել։ Իմ մասնագիտական աշխատանքի մեջ չի մտել սահմանադրության հետ կապված որևէ հարց։ Եթե դուք նայեք, իմ որևէ գործունեություն սահմանադրության հետ կապված չի եղել։ Տեսեք, յուրաքանչյուր կառավարությունում յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, յուրաքանչյուր համակարգ աշխատում է ըստ լիազորությունների։ Այն ժամանակ փոխնախարարի պաշտոնը պրոֆեսիոնալ պաշտոն էր, քաղաքական չի եղել։ Ես արել եմ իմ մասնագիտական գործը եւ ես զուգահեռ եղել եմ նաեւ Եվրոպական դատարանում եմ ներկայացրել Հայաստանը, նախարարների կոմիտեում եղել եմ պատասխանատու վճիռների կատարման հարցերով, դրանից հետո ad hoc դատավոր եմ եղել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Եւ ակնհայտ է, որ բնականաբար առնչություն որևէ տեսակի ունենալու դեպքում, այո, ինքս պետք է կարևորել այդ հարցերը ներկայացնել, բայց խնդիրներից մեկը հենց նրանում է, որ այս ընթացքում սահմանադրության կիրառությունը կապված է նաև կիրառողների։ Ես չեմ ասում նախկինում էլ մենք ունել լուրջ խնդիրներ ունեցել ենք, չէ՞, կիրառության հետ կապված։ Եվ մենք պետք է կոտրենք նաև այն կարծրատիպը, որ ամեն մեկը գալիս է, փորձում է իր համար սահմանադրություն փոխել։ 2010 գալով դեպի առաջ ավելի 2018 թվականի հեղափոխությանը ինչպես էիք վերաբերում եւ ավելի շատ ոչ թե հեղափոխությանը, Սերժ Սարգսյանի իշխանության ղեկին մնալու փորձին։ Արդյոք դա էր պատճառը, որ մենք ունեցանք այս ամեն ինչ ունենք։ Հեղափոխություն հետո կառավարման համակարգ, ես արդեն ասացի, որ կային բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրները արդարացիորեն հանգեցրել էին մարդկանց դժգոհության։ Նաև ասացի, ու սա իմ սկզբունքային դիրքորոշումներից է, այսպես թե ինչպես եմ ես վերաբերվում, որ մենք այս ժամանակահատվածներին դիտարկում ենք որպես իրողություններ, որոնց ժամանակ մենք ապրել ենք, ունեցել ենք խնդիրներ, ու եղել են նաև դրական զարգացումներ, հիմա էլ կան դրական զարգացումներ, բայց այն խնդիրները, որոնք կան եւ եղել են համակարգային բնույթի, այդ խնդիրների
ատելության, ցասումի հիման վրա կազմակերպվեց 2000, այսինքն հիմա արդեն տարիների մի քանի տարվա բարձունքից կարող ենք դա տեսնել։ Իսկ այն ժամանակ ես խնդիր չունեի, գիտեք ինչ կա, քաղաքական նախընտրություններով շարժվել, Սերժ Սարգսյանի համար փորձ է արվում, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի համար Նիկոլ Փաշինյանն է անում, Լևոն Տեր-Պետրոսյանն է անում եւ այլն։ Ես կատարում եմ իմ գործը։ Չէ, կոնկրետ այդ քայլը սխալ թե ճիշտ քայլ էր։ Երրորդ ժամկետ մնալու, այսպես ասած։ Գիտեք ինչ, դուք հիմա նորից էլի տանում եք ինձ մցնեք հանրապետության նախագահների գործողությունների մեջ, ես ասում եմ, որ Թաթոյան, դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, դրա համար կան կարևորագույն իրադարձություններ այս երկրի պատմության մեջ, որոնց վերաբերյալ պետք է ունենանք դիրքորոշում։ Ես շատ ներողություն, ես ունեմ իմ դիրքորոշում, ամեն ինչը վերաբերյալ, բայց դուք հիմա ես դες քիչ առաջ ասացի, դուք հիմա ուզում եք որ ես ասեմ, եւ դες հարցերը տալու են դրա համար եմ ասում։ Ես որևէ հարցի շատ ներողություն թող տան, իհարկե, շատ կարևոր հարցեր են, բայց մենք ակնհայտ է, նորից եմ ասում, ակնհայտ է, որ ունենք խնդիրներ, հիմա էլ կան այդ խնդիրները, դրանք կուտակվել էին։ Այն որ թե ինչ քայլեր կոնկրետ անձը անում էր այդ պահին, նախագահ կլինի, վարչապետ կլինի, ով կլինի, ես միշտ առաջնորդվել եմ կոնկրետ խնդիրները լուծելու առաջնահերթությամբ։ Հիմա նորից եմ ասում, ես գալիս եմ նորից նրա վրա, որ ակնհայտ է, որ կային այդ խնդիրներ։ Կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտություն, այո, օլիգարխիկ համակարգերի դեմ պայքարի անհրաժեշտություն, այո, իրավունքի գերակայության խնդիր, այո, սոցիալական պաշտպանություն, այո, արդարություն, այո։ Ինչ եղավ, դրա շուրջ մեր ժողովուրդը մոբիլիզացեց, որովհետև այդ ժամանակ արդարության պահանջը հենց դա էր, չէ՞, եւ հիմա տեսնում ենք ինչ է լինում, այն խնդիրները, որոնք կային, ամբողջությամբ ավելի վերափոխվել են, ավելի վատ չեմ վիճարկում ձեր ասածը, ես զուտի նկատի ունեմ կոնկրետ անձի, կոնկրետ քայլը։ Ինչպես է գնահատում դա։ Արշալույս, դուք ինչ չեք կարող տանել անընդհատ այդ օրակարգ կոնկրետ անձերի։ Հիմա ես եթե սկսեմ դա գնահատել, ինչը պետք է կոնկրետ անձերի մասին խոսում եք, Նիկոլ Փաշինյանի մասին խոսում եք եւ դա ձեր իրավունքն է, իհարկե պետք է խոսեք։ Ես դրա համար հարցնում եմ, կոնկրետ անձի կոնկրետ քայլը ինչպես է գնահատում։ Ես նորից ասում եմ, այո, խոսում եմ կոնկրետ անձի մասին, խոսում եմ առաջին նախագահի մասին, խոսում եմ երկրորդ նախագահի մասին, խոսում եմ երրորդ նախագահի մասին, խոսում եմ Նիկոլ Փաշինյանի մասին, բայց նրանց ժամանակահատվածում տեղի ունեցած հարցերի, խնդիրների տեսանկյունից եւ ոչ թե մտնում եմ կոնկրետ անձերի մեջ, որպեսզի այս կամ այն անձին գնահատական տամ։ Հիմա այդ նույնը անձին գնահատական պետք չի տալ, պետք է տալ իր քայլերին, իր գործողություններին։ Հիմա դուք ինչքան էլ ուրիշ ձև փորձեք ձևակերպել, դուք ինչ չեք կարող անել այդ օրակարգը։ Լավ, ինձ ասեք, որ կամ այստեղ հերոսադիտողներին ասեք, որ չեք ցանկանում գնահատական տալ, դա հանգիստ ընդունելի դիրքորոշում է։ Դուք այդ բառն էլ ինձ չեք կարող քաշել, որովհետեւ սա ցանկության հարց չէ։ Սա ճիշտ քաղաքական դիրքորոշման։ Հիմա ես ասում եմ, մենք վեր ենք կանգնած նախկին ներկա գաղափարախոսությունից։ Ես չեմ գնալու այլևս, ոստի այլևս ես չեմ մտնելու այդ օրակարգ, դա իմ օրակարգը չէ, իմ խնդիրը չէ, մեր երկրի զարգացման խնդիրները, շատ ներողություն, մեր երկրի զարգացման խնդիրները հենց նրանում է, որ թողած գլխավոր հարցերը, ինչպես ես ասացի, պետք է կենտրոնանալ նրա վրա ոչ թե ով այդ հարցը կլուծի, այլ պետք է կենտրոնանալ նրա վրա թե ինչպես լուծել այդ հարցը։ Իսկ ինչպես լուծել այդ հարցը միանշանակ բերում է այս այսպես դիրքորոշման եւ այն քաղաքական մոտեցումների, որ մենք մշակել ենք։ Նոր պետական համակարգի կամ կառավարման համակարգի ուզուրպացիայից էիք խոսում։ Այո։ Երբ մարդը փորձում է գնալ երրորդ ժամկետ, դա խնդիր չի, ուզուրպացիայի ուղղված քայլ չի։ Այն որ ես այս քաղաքական համակարգում եւ ինքը մինչ այդ հայտարարել է որ չի գնալու։ Այն որ այս քաղաքական համակարգ ես խոսեցի ուզուրպացիայի մասին եւ հիմա ակնհայտ է ամեն ինչ կենտրոնացած է գեր կենտրոնացած է մեկ անձի ձեռքում։ Ով ինչ ուզում ասի, բոլորս տեսնում ենք այդպես է։ Այս քաղաքական համակարգը ուզուրպացված է։ Այն որ նախկինից, մի րոպե, այս քաղաքական համակարգը գործում է անձնիշխանության եւ կուսակցապետության պայմաններում։ Շատ լավ։ Անձնիշխանություն եւ կուսակցապետություն, ես ասացի քիչ առաջ, մենք ունեցել ենք միշտ։ Հիմա որ ձեր ասած խնդիրները չլինեն, տարբեր հարցեր, ով արեց, ինչ արեց, մի ամիս հետո պետք է հրաժարական տալ, 2 ամիս հետո մենք ասում ենք, այս հարցերը մենք ոչ թե փնտրտուքներ, հիմա եկել է ժամանակը, որ ոչ թե զբաղվենք փնտրտուքներով, մեղավորներով, նորից էլի գնանք ընկնենք ով ասեց, ինչ ասեց, ինչի ասեց, ոչ, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մենք ունենք խաղաց դասեր, մենք բոլորս սխալներ գործել ենք, բոլորս ունեցել ենք, բախվել ենք խնդիրների, պետք է անենք վերլուծություններ, դասեր քաղենք, որպեսզի այդ սխալները չանենք եւ գնանք առաջ, այլ ոչ թե մտնենք հակադրությունների մեջ։ Ձեր ասածը նորից էլի այդ օրակարգից է։ Գնանք առաջ։
Դուք նոր ասացիք, որ օլիգարխիան նախկինում կար քաղաքականության մեջ եւ ազդում էր քաղաքականության վրա, հիմա ձևափոխվել է, ավելի ինտեգրված է քաղաքականության մեջ, ավելի լատենտ է եւ դա քննադատում եք դուք բիզնեսի տարալուծումը քաղաքականության մեջ եւ նրա ազդեցությունը։ Այդ դեպքում ինչպես եք վերաբերում Սամվել Կարապետյանի, որը հայտնի մեծահարուստ է Ռուսաստանից, որոշները օլիգարխ են ասում, որոշները չեն ասում, չգիտեմ, քաղաքական հայտին։ Կարծում եք խոշոր բիզնեսը պետք է մտնի քաղաքականություն, անկախ նրանից թե ինքը ինչ վիճակում է հիմա գտնվում։ Դրա մասին մենք խոսենք։ Իմ սկզբունքները անփոփոխ են։ Ու առասարակ ես ինչ ասում եմ, դրանց հակասող բաներ այլևս չեմ ասում։ Դուք կարող եք իմ ամբողջ հարցազրույցների շարքը հրապարակային գործունեությունը վերցնել ուսումնասիրել։ Ես այո, համոզված եմ, ունեմ այդ համոզմունքը եւ տեսել եմ, որ դա է նաեւ խնդիրների պատճառը, երբ քաղաքականության վերահսկողություն է տեղի ունենում նաև այն բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ովքեր ինտեգրված են, ինչպես դուք ասացիք, իսկ ես ասացի լատենտային ներառված են իշխանության համակարգում։ Այսօր դա կա շատ ակնհայտ։ Ավելին, այսօր դարձել է նախկինում էլ է եղել, ներողություն, չստացվի, որ հիմա ես սա ուզում եմ մշտապես է եղել Հայաստանի պատմության մեջ, բայց այսօր նաև ավելի է ուժեղացել այն, որ քաղաքական իշխանությունը նույնպես բիզնեսին քաշում է դեպի քաղաքականություն։ Այսինքն, ինչ են անում։ Հանկարծ որևէ մեկը հակառակ կարծիք չհայտնի է։ Միանգամից աշխատանքից ազատել, ճնշումներ, եղբոր, քրոջ, չգիտեմ, քավորի, բոլորին սրա միջոցով, այդ խնամի ծանոթ բարեկամ, այդ դրա միջոցով։ Եվ պարտադրել բիզնեսին, որպեսզի աշխատի նաև քաղաքական իշխանության համար։ Սա բացարձակ անթույլատրելի, դատապարտելի է պարտադրել, որ աշխատի քաղաքական իշխանության համար։ Շատ ներողություն, մենք չենք բիզնեսին քաղաքական իշխանության համար, ես նկատի ունեմ սկսած նրանից, որ օրինակ այլախոհ հայացքներ ունեցող մարդիկ չներգրավեն աշխատանքում, այո, բիզնեսի արդյունքները ուղղվեն քաղաքական իշխանության համապատասխան, ինչի բոլորը չգիտենք դրա մասին։ Մենք չգիտենք դրա մասին, որ ես ինքս եմ այս ընթացքում մի մարդու գիտեմ, որ աշխատում է այս պահին քաղաքական համակարգում, տվյալ դեպքում պարլամենտում, դա Խաչատուր Սուքիասյանն է, որի շուրջ եղել են շատ քննարկումներ։ Ահա, ես խոսում եմ, այո, լատենտ, դրա համար ես ասացի, որ ձևափոխված է, լատենտ համակարգով է դարձել։ Հիմա ես նշում եմ խնդիրները, որ կան, այստեղ խնդիրները անունների մեջ չի, մենք դրանք հստակ հասկանում ենք, որ այդ համակարգը գործում է, այստեղ հարցը համակարգի մեջ է, եւ ձեր հարցը իմ հարցը նրա մասին է, իմ հարցը Սամվել Կարապետյանի մասին է։ Սամվել Կարապետյանը, հիմա եկեք հիմա խոսենք այո այդ հարցից։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը, այսինքն բիզնեսի հետ կապված դիրքորոշումը սկզբունքային է, դա է։ Հիմա այսինքն որևէ բիզնեսմեն, ով ուզում է լինի, եթե դիտում է մտնել քաղաքականություն, դուք դրան դեմ եք։ Իմ հարցը նորից եմ ասում։ Չի կարող լինել այնպիսի բիզնես երկրում, որը վերահսկողությունը իրականացնում քաղաքականության նկատմամբ։ Սա հստակ է եւ սա է, որ տանում է դեպի օլիգարխիկ համակարգ։ Քաղաքականությունը պետք է անկախ լինի։ Չի կարող բիզնեսը իր խոշոր բիզնեսը հատկապես իր շահերի համար ինչ որ ուղղորդումներ է բնականաբար անելու այդ դեպքում, ինչ որ այսքան տարի տեսել ենք, չէ՞։ Բոլորս դա ենք տեսել։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը որպես հանրահռչակ հայ, որպես բարերար, կարևորագույն բնականաբար դերակատարություն ունի, ներդրումներ է արել Արցախում, Հայաստանում, ինչը շատ գովելի է եւ շատ կարևոր է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտ է, որ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներ ունի։ Եվ սա ցնան ինչով են գալիս այս եզրահանգման, սա ակնհայտ է, երբ ուսումնասիրում ենք քաղաքական իշխանության դիրքորոշումները, падգամավորների, կառավարության տարբեր ներկայացուցիչների, կառավարության ղեկավարի, եւ ակնհայտ է, որ այս դիրքորոշումները հենց բերում են սա, որ պատճառները քաղաքական են։ Հետևաբար նրա նկատմամբ քրեական հետապնդումը ունի քաղաքական մոտիվացիա, քաղաքական հիմքեր։ Հետևաբար նրան ազատությունից զրկելը նույնպես ունի քաղաքական հիմքեր եւ քաղաքական մոտիվացիա։ Սա նույնպես շատ հստակ, սա վերաբերում է քրեական վարույթին, նրա նկատմամբ քրեական հետապնդման եւ ազատությունից զրկելուն։ Նույնը վերաբերում է Միքայել Սրբազանի, նույնը վերաբերում է Բագրատ Սրբազանի։ Իսկ քաղաքական հայտին ինչպես եք վերաբերում։ Գիտեք, ես խոշոր բիզնեսը ցանկանում է մտնել քաղաքականություն իր հարցերը լուծելու համար։ Նայեք, իմ սկզբունքները հետևյալն է։ Ես ներկայացնում եմ հայտը ներկայացրել ենք մենք, հավակնությունը ներկայացրել եմ եւ ասել եմ, որ մենք
ունենք մեր օրակարգը եւ մենք ներկայացնելու ենք, շարունակել ենք ներկայացնել մեր օրակարգը։ Ես հիմա էլ եմ եկել այստեղ, որպեսզի ներկայացնեմ մեր օրակարգը։ Ես որևէ անձի գնահատական տալու խնդիր չունեմ, դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրն է կենտրոնանալ այս օրակարգի վրա եւ ցույց տալ, որ միայն այս օրակարգն է, այս մտածողությունն է, այս համակարգն է, որ կարող է երկիրը դուրս հանել այս վիճակից։ Վաղ ընտրությունները ավարտվեցին, այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որ պատկերացնենք քաղաքացիական պայմանագիրը չի, այդ համանդրական մեծամասնությունը չի ստացել կամ թեկուզ ուրեմն հասարակական մեծամասնությունը չի ստացել եւ ընդդիմությունը շանս ունի ձևավորելու իշխանություն։ Պատկերացնենք մի բան, որ ձեր ղեկավարած ուժը եւ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը պարլամենտում են։ Կոալիցիա իրենց հետ դիտարկում եք։ Ես կանխագուշակություններով չեմ զբաղվում։ Ասում եմ հստակ։ Մեր օրակարգը սա է։ Ասել եմ, որ այս օրակարգով, այս գաղափարախոսությամբ մենք հավակնում ենք մեծամասնություն ձևավորելու։ Ասել եմ, որ այս օրակարգն է, հիմա էլ պնդում եմ, որ միայն այս օրակարգը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Եվ հետևաբար այս նախընտրական եւ կամ քաղաքական դարձած իմ գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ժողովրդին ճիշտ կոմունիկացնենք եւ բոլորին, որովհետեւ ես ղեկավարվում եմ այն հստակ դրույթով, որ բոլոր ուժերի կողմնակիցները մեր ժողովրդի անդամներ, մեր ժողովրդի ներկայացուցիչներն են։ Մեր հասարակություն բոլորս ապրում ենք մի երկրում։ Բոլորս կրում ենք զարգացումների հետևանքները հավասարապես, չէ՞, ազգային ինքնության հետ կապված խնդիրներ, անվտանգության սպառնալիքներ, անարդարություն եւ այլն։ Ըստ այդմ պատասխանեցի ձեր հարցին։ Չէ, չեք պատասխանել։ Դիտարկում եք կոալիցիա ձևավորելու հարցը իրենց հետ, թե ոչ։ Նորից եմ ասում, ես այս պահին հստակ մենք ունենք նպատակ այնպես աշխատել, որպեսզի մենք ձևավորենք քաղաքական մեծամասնություն, իշխանություն։ Եվ մենք ամենայն արգանդով նպատակը մեկ բան է, քաղաքական իրողությունները մեկ այլ։ Քաղաքական իրողությունները օրինակ Գյումրիում դրտեցին, որ միմյանց, չգիտեմ, հակասող շատ նաև ընդդիմադիր քաղաքական ուժեր գան համաձայնության եւ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Ինչը ընդդիմության համագործակցության, չգիտեմ, իշխանության դեմ գնալու այսպես համագործակցային ճանապարհի արդյունք էր։ Դրա համար ձեզ հարցն եմ տալիս, բարդ հարց չէ։ Ընդդիմության երկու ներկայացուցիչներ գնում են պարլամենտ։ Դիտարկում եք կոալիցիայի հնարավորություն հանուն նրա, որ ԿՊ-ն չգա իշխանության։ Աշելուս, դուք այո, բարդ հարց չեք տալիս։ Դրա բարդությանը որևէ կապ չունի։ Նորից եմ ասում, պետք կլինի 10 անգամ կկրկնեմ։ Իմ խնդիրը չէ գնահատականներով զբաղվել տարբեր ուժերի նկատմամբ։ Քաղաքական գործընթաց է, Աշելուս։ Ժողովրդավարական process է ընտրությունները։ Ամեն մեկը իր համանդրական իրավունքն օգտագործելով ձգտում է իր նպատակները ներկայացնել։ Դա քաղաքական իրավունքները, սահմանադրական իրավունքներ են։ Մարդիկ թողանեն։ Ես ասում եմ, մենք ձևավորում ենք թիմ, գնում ենք այս նպատակով։ Վերջ, ես այս պահին ոչ կանխագուշակություններով զբաղվելու, ոչ էլ այլ օրակարգ ունեմ։ Իմ օրակարգը սա է։ Պարոն Թաթոյան, քանի որ դուք սկզբունքներն եք կարևորում, իրավապաշտպան գործունեություն եք ծավալել երկար ժամանակ։ Եվ հիմա հստակ արտահայտվեցիք նրան, որ բիզնեսը կարողանա 50+1 քաղաքական փաթեթ ունենա, այսպես ասած, հա, բայց հիմա բիզնեսի ներկայացուցիչներից մեկը նման հայտ է ներկայացրել։ Եթե սկզբունքը սկզբունք է, ուրեմն այս դրա դեմ էլ պետք է խոսեք։ Եթե սկզբունքները ինչ-որ միտեղ կարելի է նահանջել սկզբունքներից։ Ոչ, մի րոպե, ես սկզբունքից նահանջ չունեմ եւ երբեք դա չունեմ։ Դուք ուղղակի պարզապես այլ դաշտ եք տանում հիմա։ Ես ասում եմ, քանի որ արդեն քաղաքական process-ի մասնակցությունը տարբեր ուժեր ունեն մասնակցություն քաղաքական համակարգին, ես չունեմ այդ օրակարգը եւ չունեմ օրակարգ մտնելու այդ ուժերին հիմա գնահատականներ տալու, հասկանում եք, նորից էլի տանելու են, գցեն հակառակ դեպքում ես նորից ընկնելու եմ այդ բանավեճի մեջ, ես լավն եմ, դու լավն ես, դու ավելի, ես ասում եմ, ժողովուրդ ջան, մենք մեր երկիրը հոգնել է այդ ամեն ժողովուրդը հոգնել է, մեր երկիրը դրա պատճառով է նաև խնդիրներ ունի։ Մենք ասում ենք, մենք ներկայացնում ենք միայն մեր օրակարգը։ Ես այս պահին խնդիր ունեմ մարդկանց մաքուր ներկայացնելու, մենք ինչ ենք ուզում։ Ի՞նչն է այստեղից սկզբունքները։ Սկզբունքից նահանջ կլիներ բոլորին այլ բան։ Եվ այս պարագայում սա մեր օրակարգն է։ Այսպիսին է մեր օրակարգը։ Վերջին երկու հարցը։ Հիմա գիտեք, խաղաղության գործընթաց է գնում, այնիշ տեղի ունենում հայ-ադրբեջանական բանակցությունները, նախաստորագրված խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերի փաթեթ։
դուք ինչպես եք վերաբերում այդ գործընթացին եւ ընդհանրապես փաթեթին, եթե վաղը գաք իշխանության վերանայումներ եք իրականացնելու, չգիտեմ, ինչ եք անելու դրա հետ։ Փաթեթ ասելով ինչ նկատի ունեք։ Վաշինգտոնում ստորագրված համաձայնությունները։ Շատ լավ։ Տեսեք։ Նախ խաղաղությունը կարևորագույն արժեք է։ Խաղաղությունը այն արդյունքն է, որը ստեղծում է անվտանգության համակարգերի միջոցով, երկրում համերաշխություն ունենալու միջոցով, պարակտումը վերացնելու միջոցով։ Խաղաղությունը եւ ձևավորվում է արտաքին գործոններից, բայց իմ կարծիքով շատ ավելի կարևոր են ներքին գործոնները։ Հետևաբար խաղաղության իրական օրակարգը այստեղ է, որ դու ոչ թե պայմանավորում ես արտաքին գործոններով, մինչդեռ այն ժամանակ, երբ երկիրը բաժանված է, երբ մարդիկ իրար հակադրություններով են, երբ մարդիկ իրար չեն վստահում, երբ տարբեր բաժանումներ կան, այս դեպքում եւ ավելին չկա վստահություն իշխանության արած գործերի նկատմամբ, չէ՞։ Իշխանությունը գնում է պայմանավորվածությունները ձեռք բերում, մարդկանց մեծ մասը կամ մարդիկ, լավ, չասենք մեծ մասը, բազմաթիվ են մարդիկ, որոնք ընդհանրապես կամ չեն հավատում, կամ կասկածով են վերաբերվում, եւ այդպես սկսում են նաեւ հակադրությունները։ Հիմա բնականաբար խաղաղության հասնելը մեր առաջնահերթությունները լույս է լինելու, դուք ասցիք, եթե ես կասեմ երբ մենք գանք իշխանության։ Այդ ճանապարհով նկատի ունեմ օգոստոսի 8-ի փաթեթով, թե առանց այդ փաթեթի։ Հիմա նորից եմ ես ասում, չի կարելի օգոստոսի 8-ինը ֆրագմենտացված ներկայացնել։ Ես չեմ կարող խնդիրները դիտարկել ֆրագմենտացված։ Մի հայտ վերցնենք օգոստոսի 8-ը ու գնանք առաջ։ Այդպես չի լինում։ Մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք։ Դուք գիտեք օգոստոսի, այո, այն որ այդ փաստաթղթերը կան, դրանք կարևոր են երևույթի տեսանկյունից, այն որ ԱՄՆ միջնորդական առաքելությունը եւ պետք է շատ ավելին օգտագործել կարևոր է, դա հստակ է, բայց մենք պետք է հիմքում ունենալով Հայաստանի շահերը, խորքային հիմքում ունենալով Հայաստանի շահերը, եկեք մի հատ հələ դնենք քննարկելով կոնկրետ գնանք առաջ, որտեղ դուք կոնկրետ հարցը տվեցիք։ Այդտեղ ինչ է գրված։ Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանագիրը ստորագրվելուց 1 ամսվա ընթացքում կամ 1 ամսվա ընթացքում հետ է քաշում բոլոր միջազգային հայցերը, առարկությունները, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ Ադրբեջանը։ Այո, ես մա խոսում եմ Հայաստանի մասին։ Գանգատները, վեճերը, առարկությունները, բոլոր վարույթները պարտավորվում է ապագայում որևէ դեպքում չներկայացնել նման բան։ Ավելին, այդ համաձայնագրի իմաստով դա դիտվելու է թշնամական գործունեություն։ Հարց. Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյուն։ Հիմա խաղաղության հետ կապված, սա ինչ կապ ունի օրինակ, արդյոք սա կապ ունի, եկեք քննարկենք խաղաղության հետ, չէ՞։ Խաղաղությունը ենթադրում է արդարություն, խաղաղությունը ենթադրում է մարդիկ բավարարված են այդ պահանջով, երկրի ներսում հակադրություններ չկա։ Բազում ընտանիքներ կան, ում իրավունքների պաշտպանության համար այդ հայցերը ներկայացվել են։ Միանշանակ, պարոն Հիմա ես ինչպես ես էլ որպես լրագրող, ես էլ որպես լրագրող, ինչպես կարող են գնալ մարդու աչքերի մեջ նայել։ Ինչպես կարող ենք այդ մարդուն հույս տալ, որ խաղաղությունը նրա իրավունքների, նրա ընտանիքի անդամին դաժանաբար սպանողը գտնվում է անպատժելիության մեջ ու ամեն օր սպառնում է մեր երկրին։ Մեկ երկրորդը։ Այդտեղ հստակ գրված է նաև, որ կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Ադրբեջանի նախագահը այդ հայտարարությունները ստորագրելուց անմիջապես հետո հայտարարել է ասուլիսի ժամանակ, որ եթե Հայաստանը չփոխի սահմանադրությունը, դա անհարգալից վերաբերմունք է Ամերիկայի նախագահի նկատմամբ։ Չի ստորագրին ընդհանրապես նաև խաղաղության պայմանագիրը։ Երրորդն էլ ասեմ, այդտեղ նաև այդ պայմանագրում խնդիրներ նաև այն է, որ օրինակ դուրս են մնացել երկու կարևորագույն հարց։ Մեկը մեր պետական սահմաններից ներս ներխուժումները եւ Հայաստանի տարածքի օկուպացիան, որը գիտեք հենց այդպես բոլորը խոսում են հատկապես իշխանության ներկայացուցիչները, դա 200 կիլոմետր է եւ այնպես դելիմիտացիա կլուծենք եւ այլ։ Ոչ, դա այդպես չէ։ Դելիմիտացիան նախ դելիմիտացիա դեմարկացիա։ Դա այդտեղ էլ կան խորքային խնդիրներ։ Մասնագիտական առումով ես դրանք առիթը լինելու դեպքում կներկայացնեմ, որ դա իրականում դա բոլորին այլ վիճակ է։ Բազմիցս խոսել եք այդ խնդիրներից։ Հիմա ինչ վերաբերում է սրան, գիտեք ինչ կա։ Հələ մի հատ գնանք մեր սահմանային գյուղերը, մարդիկ գիտեն իրենց տան դիմացը, մարդը առավոտը արթնանում է, տան դիմացը ադրբեջանական դրոշ է։ Ականներ են պայթում։ Հիմա էլ ականներ են պայթում։ Հիմա ես հարց եմ տալիս, սա այդ մարդուն հələ մի հատ դրեք գնանք այդ գյուղում ապրենք, էլի, թող կառավարության ղեկավարը մեկ գնա մի օր այդ գյուղում ապրի։ Հարց եմ տալիս,
կամ որևէ իշխանության ներկայացուցիչ, իրական մարդու պես, գյուղացու իրական գյուղում ապրողի, քաղաքում ապրողի պես, որ ամեն օր այդ վիճակումը մի հատ հələ տեսնեմ ինքը իրան խաղաղության վիճակում կզգա, հետեւաբար կամ անհայտ կորածները եկեք, դա էլ օրինակներ ասեմ հանգարց բաց։ Գերիները, անհայտ կորածները։ Չէ, ուզում եմ ասում։ Անհայտ կորածների օրինակով միջազգային մեխանիզմը ամբողջությամբ դուրս է դրվել այդ համակարգից։ Կա ՄԱԿ-ի հստակ մեխանիզմ, որը ամրագրում է անհայտ կորածների իրավունքների, նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված, ինչպես պետք է լինեն։ Ադրբեջանը անգամ չի վավերացրել այդ պայմանագրերը, հիմա հարց է առաջանում, ինչու այդ պայմանագրում օրինակ տեղ չի գտել այն միջազգային մեխանիզմը, որը կա։ Ադրբեջանը բերել է շատ իրեն հարմարավետ երկկողմ դաշտ եւ ինչ է անում։ Տեսեք ինչ մանիպուլյացիաներ է անում։ Եկուս մյուսը կհելնենք ասեն, եթե Հայաստանը սա չանի, էլի անարգանք է։ Պարոն ես դա շատ լավ հասկանում եմ, որպես լրագրող բազմաթիվ հոդվածներ եմ գրել արդյունավների հետ կապված, իրավական խնդիրների հետ կապված եւ ձեզ մեջ բերել եմ այդ հոդվածներում, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա դուք քաղաքական գործիչ եք։ Այո։ Վաղը վարչապետ եք, պատկերացնենք։ Թրամփի վարչակազմից ձեզ զանգում են, ասում են, ձեր վերաբերմունքը ո՞րն է այս փաթեթին։ Հավատացեք, չեք դնելու բացատրեք, որ գիտեք ինչ այնտեղ գյուղացի կա, գյուղացուն ադրբեջանական դրոշ է տեսնում եւ այլ։ Ասելու եք կամ շարժվելու ենք այս ուղղությամբ, կամ չենք շարժվելու։ Դուք կարծում եք ընդհանրապես տես մի զանգով ամեն ինչ որոշվում է։ Կամ դիվանագիտական ինձ թվում է Վաշինգտոնից որ զանգեն շատ ներողություն, բայց ինչի՞ դու պետք է աշխատես այնպես, որ ընդհանրապես զանգերով, քեզ զանգեն ուրիշ տեղերից ասեն դու ինչ պետք է անես։ Չէ, հարցնելու են, չեմ ասելու ինչ անեք։ Բայց դիվանագիտական ծառայությունը երկրի, արտաքին քաղաքականությունը, դեսպանությունները, Սփյուռքի մեր հայրենակիցները, բազմաթիվ գործոններ կան, դուք պետական կառավարման համակարգը այդպիսի հեշտ է բերել հանգեցնել, մի տեղից զանգեն, ասեն, բանա, սենց կանես, ասի, հա, բոլորներ ուրախանում են, ուրախություն անեք, հարցնելու են Ձեր գործողությունները ինչ եք անելու։ Կողմ եք այս փաթեթին դեմ։ Ձեր ասածում երկու խնդիր կա։ Մեկը պետական ոչ թե դուք եք անում, այլ եթե այդպես է ստացվել, մեկը պետական կառավարման համակարգի ամբողջական ձևախեղում, ոնց են որոշումները կայացվում պետական կառավարման համակարգում։ Մյուսը, եթե դուք ինձանից ուզում եք իմանալ այս օրակարգով շարժվելու ենք, այո, խաղաղությունը մեզ համար խաղաղությունը արդյունք է։ Ես ձեզ այդքան ասեցի, օրակարգով շարժվելու եք։ Օգոստոսի 8-ի օրակարգ այդպես հարցը ճիշտ չի դնել։ Մենք դա չեղարկելու ենք ոչ մենք այդ process-ը պետք է այնպիսի բանակցություններ տարվեն որ փոփոխություններ եք փորձելու մտցնեք այդտեղ Հայաստանի շահերի տեսանկյունից որտեղ որ պետք լինի այո փոփոխություններ փորձելու ենք մտցնել բայց նաև ասեմ դες մի բան ես երբեք չեմ ասելու որ մենք շարժվում ենք մեր զրոյական կետից Եթե պետք լինի քննարկումներ, համագործակ հասկանալու համար ինչ է այդտեղ տեղի ունեցել, օրինակ, եթե բացառիկ իրազեկության աղբյուրը անգամ Նիկոլ Փաշինյանն է կամ որևէ մեկը ու ինձ պետք է լինելու հասկանալ այդ հանդիպումների ժամանակ ինչ է քննարկվել, ես հարցնելու եմ, այո, հարցնելու եմ, թե հակառակ դեպքում մենք տեսակ ինչ եղավ, չէ՞, հայտարարվեց ես իմ զրոյական կետից եմ սկսում ու ուր հայտնվեցինք։ Հետևաբար պետք է, գիտեք, ես դուք ինձ անդադ այդ ֆրագմենտացված եք բերում էպիզոդի Ես անդադ փորձում եմ կոնկրետ հարցեր տալ, դուք բայց ես կոնկրետ ընդհանրական եք պատասխանում։ Չէ, ես ասում եմ, որը ընդհանրական ասացի, եկեք նորից գնանք։ Կառավար դուք ախր հարցերը պետք է ուրիշ դիտանկյունից գա, բայց ես դες հասկանում եմ, դուք էլ այդ բանը չունեք, այսինքն այդ մեղքը այսպես ներողություն այդպես ասեմ, որովհետև համակարգն է։ Բոլորը կենտրոնացած են զանգի վրա։ Ժողովուրդ ջան, զանգերով չի, երկիրը տես չեն կառավարում։ Կա, բա ինչի համար արտաքին գործերի նախարարություն, բա ինչի համար դեսպանություն կա, բա ինչի համար տարբեր մարմիններ կան, չգիտեմ Այդ դրանց միջոցով պետք է հասկանալ բերել խնդիրը։ Հանրությանը ավելի հասկանալ լինելու համար ավելի արժանակ փորձեցի ներկայացնել։ Պարզ է որ միայն զանգով չի որոշվում։ Բայց ես չեմ կարող այդպես պատասխանել, որովհետև դուք հասկանում եք նորից էլի առաջ տանենք այդ օրակարգը, հա, ես զանգ եմ ընդ զանգենից զանգեն ստե։ Այո, զանգերը կարևոր են, դրանք պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ են, բայց չի կարելի ասել երկրի ղեկավարը դուք կարծում եք իրավունք ունի մտածել, դե լավ, իսկ զանգեմ sense կասեմ, կզանգեն իսկ կհարցնեն, հա, ես կասեմ, հա, պետք է սկսեմ անպայման, հա, անելու եմ անպայման։ Դες չի ժողովուրդ ջան, պետական կառավարման համակարգը այդպես չի աշխատում։ Էլի եմ ասում, զանգերը կարևոր են, բայց պաշտոնական ես նկատի ունեմ ձեզ հարցնելու են, դուք գնում եք այս օրակարգով։ Հիմա երկրորդը, հիմա որովհետև իմ հարցի պատասխանը մյուսներն են պատասխանում։ Հիմա նորից եմ ասում, խաղաղությունը մեզ համար կարևոր է։ Եկեք այսպես պատասխանեմ։ Մենք Ամերիկայի հետ զարգացնելու ենք մեր ռազմավարական հարաբերությունները։ Այո։ Ամերիկայի հետ ունենալու ենք ռազմական համագործակցության զարգացում։ Այո։ Ունենալու ենք տնտեսական համագործակցություն։ Այո։ Բայց նաև առանց պատրանքների։ Հիմա եթե եկեք որպեսզի ամբողջական լինի, ասեմ նաև օրինակ Ռուսաստանի հետ կապված։
Մենք զարգացնելու ենք հարաբերություններ, խնդիրները հասկանանք։ Այո, ակնհայտ է կան խնդիրներ, բայց անելու ենք դա միայն Ռուսաստանի հետ ոչ։ Ինչու չենք անելու, որտեվ դա մեզ կախվածության կբերի, մեզ խոցելի կդարձնի, հետևաբար անելու ենք Եվրոպայի հետ։ Այո, Եվրամիության հետ զարգացման գնալու ենք, վիզաների ազատականացում եւ այլն։ Այո, բայց առանց պատրանքների, չէ՞ Եվրամիության։ Եվ տեսեք, եթե մենք գնանք միայն արևմուտքի հետ այսպես ասած, եւ Ամերիկա եւ այլն, մենք կհանդիպենք աշխարհի այն մյուս կողմից մեկուսացման, այսպես խնդիրների առաջ։ Մենք գնանք միայն Ռուսաստանի հետ, մենք կունենանք խոցելիություն, մենք կախվածություն ձեռք կբերենք։ Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն եք վարելու։ Ինքնիշխանությունը մեր կվտանգվի, բայց պետք է հաշվի առնենք իրողություններ, սփյուռքի առկայություն, տնտեսական եւ այլն։ Ինչ վերաբերում է այդ դիվերսիֆիկացվածին, մենք գնալու ենք, ես իմ ելույթում ասացի, արտաքին քաղաքականության մեջ շահերի համադրման ճանապարհով։ Խաղաղությունը, այո, խաղաղությունը կարևոր է, շատ ներողություն, այսպես ասեմ, այն որ այս քաղաքականությունը մենք տանում ենք կամ տանելու ենք ներողություն, չի նշանակում, որ մենք պետք է թշնամանանք մեր հարևանների հետ։ Ես ինքս մշտապես հայտարարում, հիմա էլ ասում եմ, ես ինքս ռասիստ չեմ, մենք ռասիստներ չենք։ Ես երբեք ինքս ժողովուրդների չեմ թիրախավորել, բայց դա երբեք ինձ չի խանգարել, որպեսզի ես կատաղի ձևով պաշտպանեմ մեր իրավունքները։ Շատ ներողություն, եթե ես տուրք տամ ինչ-որ աշխարհաքաղաքական հարցերի լուծումների, իմ երկրի շահերը դրան ստորադասեմ, ես հետո ո՞նց եմ կարողանալու իմ ժողովրդի աչքերի, մարդկանց աչքերի մեջ նայել։ Դրա համար հարցը պետք չի, այսպես այդպես ես չեմ դիտարկում, ես հարցը համակողմանի եմ նայում։ Չի կարող մարդ, ով հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին, ֆրագմենտացված ասել, այո, ես ըստ թուղթը ընդունում եմ, դե վաղ գնացինք այն թուղթը ստորագրեցինք, վաղ այնիկ ընդունեմ, ընդեղից իսկ կզանգեն, ընդեղից այդպես քայքայում են ինստիտուտները։ Դրա համար դու պետք է քո առաջ խնդիրները դնես, գնաս առաջ, սրանք հստակ պատասխաններ են եւ ավելին սրանք են հստակ պատասխանները։ Եթե ես հիմա տուրք տայի են դուք էլ sense բան ակտիվ ձևով ինձ հարցեր եք տալի, տուրք տայի դրան ասեի, որ ձեզ էլ հաճելիներ միգուցե լսել եք կամ որոշ մեր հեռուստադիտողների, ասեի, այո, զանգերով ենք, բա ոնց, բա որ զանգեն ինչ ասում, բա ես ինչ եմ ասել։ Դուք պատկերացնում եք, զանգերի վրա շատ կենտրոնացաք, պարոն Թաթոյան։ Զանգը, ելի եմ ասում, ես այդ ընդհանրապես փորձեցի ներկայացնել, որպեսզի ավելի պարզ լինի մարդկանց համար, թե ձեր արտաքին քաղաքականության կոնկրետ այս ուղղությունը, բայց ինչևէ ավարտենք մեր հարցազրույցը, որովհետև նախ շատ երկար տևեց, բայց շատ հետաքրքիր էր։ Երկրորդը ես ձեզ չհարցրեցի հարցնել օրինակ ձեր սոցիալ-տնտեսական քաղաքականության, սոցիալական փաթեթների, իրավական պետության վերաբերյալ ձեր մոտեցումների մասին, դա թողնելով հաջորդ հանդիպումների։ Սիրով կարող ենք հաջորդ անգամները, ես մեկ բան էլ ասեմ։ Խնդրեմ։ Մենք առաջնորդվել ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության կարևորագույն սկզբունքներով։ Կարմիր գիծը հետևյալն է։ Մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը որևէ մեկի որևէ գրամ անգամ զիջելու չունենք։ Դրա համար մենք ինչ ենք անում, մենք պետք է ինքներս զարգանանք։ Ռազմական մեր պաշտպանունակությունը, այո, պետք է զարգացնենք։ Մենք պետք է հարաբերություններ հաստատենք այն երկրներ, փոխադարձ շահերի վրա հիմնված, եւ մենք չենք ունենալու երբեք չենք վառելու կամուրջներ որևէ մեկի հետ, սա ուզում հստակ ասեմ, եւ մշտապես առաջնորդվելու ենք նաեւ փոխօգնության եւ մեզ համար, մեր շահերի համար ձեռնտու սկզբունքով, բայց պետք է նաև հստակ իմանանք այլ երկրների շահերը, ովքեր են նրանք, ճանաչենք եւ ըստ այդմ մենք տանենք մեր աշխատանքները։ Եվ ի վերջո այդ համակարգն է անվտանգության համակարգ, երկրում համերաշխություն, ամենապնդված իրավունքի գերակայություն, ժողովրդավարությունը, որ մեզ տանելու է դեպի խաղաղություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիվիլիզացիա տաղավարում ես զրուցեցի Արման Թաթոյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։